Мы зажгли наши факела в память о жертвах геноцида армян в Османской империи. Ճիշտ այն պահին, երբ Երևանում ջահերով երթ էր, Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ երիտասարդներն էլ ջահեր վառեցին, միանալով երթին։ И национальной нетерпимости. Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր տանող ճանապարհի ու քաղաքի տարբեր հատվածներում տեղեկատվական ցուցանակներ են, ով չգիտի իմանա, ով գիտի հիշի ու չմոռանա։ Եկեղեցու տարածքում է գտնվում ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթողը։ Հենց սա է գլխավոր վայրը, ուր առավոտից քայլերն ուղղում են հայկական համայնքի ներկայացուցիչները։ Ցեղասպանություն, հիշողություն եւ նախազգուշացում։ Միջազգային համաժողովի մասնակիցների ելույթները ոչ այնքան անցյալի մասին են, որքան ներկայի։ Я еще раз говорю, Կրկին ասում եմ, թուրքերը ոչ թե չեն կարդացել, այլ ընդհակառակը կարդացել են, որ նենգափոխեն արխիվներում առկա բոլոր փաստաթղթերը։ Մեզ մոտ дրանք բոլորը կան։ все есть, конечно, это копия, но у нас все есть. Мы знаем, где что, какие документы. Ճիշտ է, պատճեններն են, բայց կան։ Если наш премьер-министр Եթե մեր վարչապետը հրապարակայնորեն է ասում, էլ ինչ կարող ենք սպասել մյուսներից։ Я что хочу сказать, ни Турцию, ни Ադրբեջանу, ни Փաշինյանը Ցանկանում եմ ասել ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, ոչ Փաշինյանին չի հաջողվի խանգարել մեզ զբաղվել մեզ միավորող հարցերից մեկով։ один нас объединяющийся. Ցեղասպանության հարցը մեզ համար սփյուռքը միավորող գործոն է։ Հայաստանի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հայտարարեց, որ գիտությունը իրենց պատմաբանների կողմից է, ճշմարտությունը եւս։ Мы историки не боимся истории. Մենք պատմաբաններս չենք վախենում պատմությունից, որովհետև մենք միշտ ճշմարտության կողմից ենք, եւ կգա ժամանակ, որ ճշմարտությունը կհաղթի։ Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Մասլովը նորությամբ էր եկել համաժողովին։ Իրենց հաստատությունում վերականգնում են հայագիտությունը։ Мне кажется, это очень важно. Важно, чтобы Կարծում եմ, որ կարևոր է միայն հայերը չիմանան հայոց պատմությունը։ наша задача не просто Մեր առաջադրանքը միայն սգալը չէ, այլ ներկայացնել փաստերը։ Дальше это продолжается сегодня с народом Арцаха. Դա շարունակվում է հիմա Արցախում։ Чтобы это не повторилось, об этом не только надо говорить, но надо принимать, мне кажется, уже мировым сообществом. Որպեսզի չկրկնվի, պետք է ոչ միայն խոսել դրա մասին, այլև միջազգային հանրությունը պետք է իրավական փաստաթղթեր ընդունի։ Те люди, которые отрицают геноцид, возможно, будут подвергаться. Ըստ որի ցեղասպանություն շղթողները կենթարկվեն քրեական հետապնդման։ Ցեղասպանության 110-րդ տարելիցը կլոր սեղանի շուրջ էր հավաքել նաև հայտնի պատմաբաններին ու գիտնականներին հայկական եկեղեցական համալիրում։ Մասնագետները պնդել են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարևոր է ցեղասպանության ճանաչումը։